Այսօր ուզում եմ խոսել լակտոզային անտանելիության մասին։ Ինչ է լակտոզային անտանելիությունը։ Դա կաթի հանդեպ ալերգիկ ռեակցիան չէ, եւ ի տարբերություն երկրորդի, այն ընթանում է միայն աղիքային խանգարումներով, մետեորիզմով, գազերի կուտակմամբ եւ հիմնական գանգատը լակտոզային անտանելիության ժամանակ համարվում է դիարեան։ Եվ մարդիկ շատ երկար տարիներ ունենում են դիարեա, ինչ են անում։ Խմում են ֆերմենտներ, խմում են բիոպրեպարատներ, խմում են հակալուծային պրեպարատներ, որոնք ճիշտ չեն։ Սիրելի հետևորդներ, այս դեպքում դուք պետք է անպայման դիմեք գաստրոենտերոլոգի, որը կդնի ձեր ճիշտ ախտորոշումը եւ կստանաք համապատասխան բուժում։ Հիմա որ դեպքերում կարող է առաջանալ լակտոզային անտանելիությունը։ Այն առաջանում է բարակ աղիների վնասման ժամանակ, օրինակ կրոնի հիվանդության ժամանակ, ցելիակիայի ժամանակ կամ երկարատև գաստրոէնտերիտների ժամանակ կարող է առաջանալ եւ այն տարիքային գոտում է առաջանում, երբ մեր օրգանիզմում ավելի քիչ է սկսվում արտադրվել լակտոզ ֆերմենտը։ Ինչ պետք է բացառել լակտոզային անտանելիության ժամանակ։ Բացառում ենք կաթից պատրաստված բոլոր պրոդուկտները։ Դա կաթն է, դա թթվասերն է, դա կաթնաշորն է, դա պաղպաղակն է, մաքուր կաթը, որը դուք պետք է բացառեք ձեր ռացիոնից եւ կզգաք, որ ձեր մարսողությունը լավանում է, բքնածությունը անցնում է, գազերը անցնում են։ Հիմա ինչ պետք է անել։ Ձեր առաջի հենց խորհուրդը այն է, որ դուք դիմեք բժշկին, բժիշկը ձեզ դնի համապատասխան ախտորոշումը։ Ախտորոշումից կախված է ձեր հետագա քայլերը եւ ճիշտ բուժումը։ Կուզենայի ուրախացնել, որ նաև ունենք մենք լուծում այս հարցի, որ կան հատուկ ֆերմենտներ, որոնք կնշանակի ձեր բժիշկը, օգտագործելով այդ ֆերմենտները դուք կարող եք արդեն օգտագործել կաթնամթերք։ Եվս մեկ հիշեցում նշեմ, որ լակտոզային անտանելիության ժամանակ դուք կարող եք չափավոր օգտագործել կաթնաթթվային մթերքները։